Տիրոջը, հալելույա։ Հեգաղութքով գանք Տիրոջ առաջ, փառք ես Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի զորավորանով, շնորհակալության եւ գոհության աղոթքներ ենք բարձրացնում քո գահի առջև կանգնած, գոհանում ենք եւ փառավորում ենք ես Հայրս Հիսուսի անունով։ Շնորհակալ ենք այսօրվա համար, այս երեկոյի համար, քո մեծ սիրո համար, քո ողորմության համար։ Քո տարած փառավոր հաղթանակի համար, քո կրած չարչարանքների համար, իմ թագավորների թագավոր, իմ տերերի տեր, իմ արքա, իմ պաշտելի Հիսուս։ Ողջ փառքը քեզ, ողջ պատիվը քեզ, մեծարանքը քեզ, գովեստը քեզ, օրհնում ենք քեզ, խոնարհվում ենք քո առաջ։ Քո մեծ սիրո, փառավոր օրհնյալ դրսևորման համար արձագանքելով եւ ասում ենք Տեր, այսօր եկել ենք քո ներկայությունդ վայելելու, եկել ենք այսօր քո շնորհքով լցվելու, եկել ենք քո փառքը տեսնելու։ Տեր Հիսուս, գործիր մեր մեջ հրաշքներով, նշաններով եւ զորություններով այս ծառայության մեջ։ Մենք չենք ուրանում քո զորությունը, մենք չենք ուրանում քո գերբնական կարողությունը եւ այսօր թող քո գերբնական փառքն ու զորությունը գործի մեր մեջ, Հայրս Հիսուսի անունով։ Օրդիր մեր ամեն կողմանը, երկինքը բաց, երեսդ փայլեցրա, օգիտ թափիր, քո խաղաղությունը մեր սրտերի մեջ։ Թող ամեն խավարի դիվային ուժերը նահանջեն եւ այս ծառայության դեմ ամեն խավարի ներգործություններն ու ազդեցությունները Տեր իմ Աստված թող վիժեն եւ քեզ սիրողները, քեզ պաշտողներն ու երկրպագողները քո զորավոր ամենակարող զորությամբ եւ շնորհքով լցվեն եւ ազատագրվեն, թող հիվանդները բժշկվեն, կաղերը քայլեն, խորերը լսեն, համրերը խոսեն, դևերը փախնեն եւ թող անունդ փառավորվի Հայր Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Ինչպես որ արդեն հայտարարել ենք, ամեն երկուշաբթի 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 աղոթելու ենք հիվանդանոցներում պարկած եւ բոլոր հիվանդների համար, հատկապես երեխաների։ Եվ մենք հիմա Տեր Հիսուս Քրիստոսի անունով միասին պիտի աղոթենք։ Միացիր այս աղոթքին, որտեղ որ գտնվում ես, որտեղ որ անցնում ես քո բժշկության այդ փուլը կյանքիդ։ Հավատա, որ Աստված ամենակարող է եւ ամենաշատ հրաշքները, որ Աստվածաշնչում գրված են, որ Աստված արել է, Տեր Հիսուս Քրիստոսի ժամանակաշրջանում դա հիվանդների բժշկվելն է։ Չկա որևիցե մի հրաշք, որ կգերազանցի այն հրաշքին, որ Տերն արել է մարդու ֆիզիկական կյանքում, բժշկել է, ազատագրել է, փոխել է մարդու կյանքը եւ այն ինչ որ սատանան բերել է մարդու կյանքի մեջ եւ մարդու կյանքի ընթացքը, կյանքի որակը գցել է, Տեր Հիսուս Քրիստոս վերականգնել է։ Ավետարանն ասում է, որ Հիսուս Քրիստոս երեք այսօր եւ հավիտյան նույնն է, երեք որ Երուսաղեմում էր, ֆիզիկապես ներկա էր, այսօր որ մեր մեջ է հոգով եւ հավիտյան որ մենք պիտի նրա ողորմության արժանանանք, եթե հավատանք։ Աստված իր որդու Հիսուս Քրիստոսի միջոցով մեծագույն հրաշքներ է անում նաեւ մեր ժամանակներում։ Եվ այսօր էլ նրա ձեռքը չի կարճացել քո կյանքդ փոխելու։ Տերը շարունակում է բժշկել։ Եվ նորից ուզում եմ ասեմ, որ ամենաշատ հրաշքները, որ նոր գտակարանում նկարագրված են, դրանք ֆիզիկական բժշկություններն են։ Եթե մեր ժամանակներում մենք լսենք վկայություններ մարդկանց, մենք կլսենք մեծամասնությունը Տեր Հիսուս Քրիստոսի ֆիզիկական մարդու բժշկության մասին եւ նույնը անցյալում եւ այսօր եւ վաղ եւ հավիտյան։ Դրա համար ուզում եմ ասեմ, որ Տերը շահագրգռված է
Հերը կամենում է քեզ բժշկել։ Մենք պետք է թողնենք այն միտքը, որ սատանան բերում է մեր մեջ եւ ասում է, որ աղոթի, բայց հնարավոր Աստված չբժշկի, հնարավոր Աստված չլսի, որովհետեւ հնարավոր Աստծո կամքն է, որ դու հիվանդանաս կամ հիվանդ մնաս կամ մեռնես։ Ես ասում քեզ, որ Աստված կամենում է, որ բժշկի քեզ։ Որովհետեւ Հիսուսն հենց ինքը հայտարարեց, որ ես եկել եմ հիվանդներին բժշկելու համար։ Եվ առաջի հրաշքը հենց որ Տեր Հիսուս Քրիստոս ասեց անապատի փորձությունից հետո, դա հիվանդների բժշկությունն էր։ Հիվանդները բժշկվում էին։ Եվ ես ուզում եմ ասեմ, որ դու Տիրոջ ուշադրության կենտրոնում ես, Տերը քեզ սիրում է եւ Տերը քեզ դսում է։ Եվ այսօր մեր աղոթքը քեզ ուղղակի ուղղորդել եւ առաջնորդելն է, որ դու արժանանաս Տիրոջ ողորմության եւ հավատաս, որ Աստված քո կյանքում մեծ հրաշքներ կարող ունի։ Դա համար թող այն մտքերը, որ Սատանան քո մեջ հնարավոր բերած լինի եւ ինչ որ կյանքի ընթացքի մեջ, փուլի մեջ հայտնված լինես փակուղու մեջ եւ մտածես, որ այդպես էլ լինելու է։ Աստված կմահաճ չի, Աստված արձագանքում է նրանց, ովքեր որ կանչում են եւ Տերը իր ձեռքը մեկնում է։ Ավետարան ասում է, որ Հիսուսն ասել է, որ եկեք ինձ մոտ բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, կյանքի հոգսերը, բեռները, տարիներով կուտակված քո կյանքում, բեր այսօր Տիրոջը։ Եկեք ինձ բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ եւ ես ձեզ կհանգստացնեմ։ Եվ մենք հիմա պիտի աղոթենք միասին Տեր Հիսուս Քրիստոսի անով բոլոր հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ տարբեր խնդիրներ ունեն իրենց հոգեկան աշխարհում, վախ, տագնապ, անհանգստություն, հուսահատություն, երկոտություն, վտահատություն, կասկածամտություն, թերարժեքություն եւ թերահավատություն։ Փառք ես երկինք երկիր արաջ Աստված, գոհությամբ եւ շնորհակալության պատարակներ ենք բարձրացնում քեզ։ Դու մեզ լսող եւ ողորմող Տեր, շնորհակալ ենք քեզանից, որ քո որդու Հիսուս Քրիստոսի խաչով քանդեցիր ամեն տեսակի արգելքներն ու խոչընդոտները մեր եւ քո միջև, խանգարող պատնեշը մեղքը վերցրեցիր։ Շնորհակալ եմ քեզանից այսօրվա համար։ Բոլոր նրանք, ովքեր որ մեզ հիմա ուղիղ եթերով նայում են, Տերս քո առջև են բերում, հիվանդանոցներում, իրենց տանը, որտեղ որ գտնվում են եւ միացել են մեզ ուղիղ եթերով այս աղոթքի զորությունը, այս աղոթքի բժշկարար ուժը իրաց կյանքում ընդունելու։ Ես բարձրացնում եմ ձեռքերս ամեն սատանայի խավարի դիվային ուժերի եւ ամեն խավար ոգիների դեմ, հետ շպրտելով եւ նահանջ խոսելով։ Ես աղոթում եմ բոլոր հիվանդանոցներում պարկած հիվանդների համար, Տեր։ Ես աղոթում եմ, որ քո ներկայությամբ այցելես եւ քո հրաշքը գործես եւ քո վիրավոր ձեռքերդ նրանց մարմնի հիվանդ օրգաններին հպվեն եւ բժշկություն գա։ Բժշկիր Տեր, ազատագրիր Տեր, քանդիր ամեն կապանք, սաստիր ամեն խավար, դիվային ուժ, քո սուրբ արյունով դուրս են գալիս ամեն սատանայի խավարի դիվային ուժերի դեմ եւ խոսում ենք ազատագրություն եւ բժշկություն։ Փառք ես, մեծարանք ես, գովեստ ես, շնորհակալ եմ քեզանից, փառքերի արքա, շնորհակալ եմ քեզանից, մեր լույսի աղբյուր, շնորհակալ եմ քեզանից, ողջ փառքն ու պատիվը քեզ, մեծարանքն ու գովեստը քեզ, շնորհակալ եմ քեզանից այսօրվա համար, այս հնարավորության, այս առիթի համար, շնորհակալ եմ քեզանից, որ դու քանդում ես ամեն սատանայի եւ խավարի խորհուրդ, բաց ես անում երկինքը, փայլեցնում ես քո երեսը, թափում ես քո հոգին, կարող ես ինձ հետ միասին աղոթես, աչքերդ փակ, ձեռքը դիր քո հիվանդ տեղի վրա եւ ես Հիսուսի անով հենց հիմա աղոթում եմ, որ Տիրոջ զորությունը հպվի քո մարմին, քո ձեռքի տակ կզգաս նրա հզոր ուժը, հնարավոր է զգաս նրա ջերմ ներկայությունը։ Ես բերում եմ քեզ Հիսուս Քրիստոսի գիրկը, ես աղոթում եմ, որ նրա սերը գա քո կյանքիդ մեջ եւ քո
սառած սիրտը Սուրբ Հոգու կրակով լցվի։ Ես աղոթում եմ, որպեսզի քո սիրտը փշրվի, խոնարհվի, կոտրվի, որտեղ Աստված կոտարած եւ խոնարհ սիրտն է սիրում։ Ես բերում եմ քեզ Հիսուսի անունով նրա բժշկարար վերքերի մեջ։ Փառք քեզ Հիսուս։ Հիմա ինչ որ մեկը նայում է մեզ, որը որ վիրավորված, կոտրված, հուսահատ սիրտ ունի։ Ես աղոթում եմ, որ քո ներկայությունդ գա ազատագրելու ամեն դիվային խավար ուժերից։ Հիսուսի անունով բարձրացնում եմ ձեռքերս թշնամու խավարի ամեն ուժերի ոգիների դեմ, որոնք կանգնած են հիվանդությունների եւ մարդկանց կյանքի դժբախտությունների հետևում։ Փառք քեզ Տեր։ Թող մեղադրանքը մարդկանց նկատմամբ հեռանա Տեր այս մարդկանց սրտից։ Եվ ամեն մարդ իր մեղքերի սխալների պատճառով, որ խավարի առաջ դռներ է բացել, թող խոնարհվի քո առաջ։ Եվ ինձ հետ կարող ես աղոթես այս կարճ աղոթքը Հիսուսին հրավիրես քո կյանքիդ մեջ եւ քո սիրտը բացես նրա համար։ Ասա ինձ հետ Տեր, ներիր ինձ։ Երբ որ դու ասում ես Տեր, ներիր ինձ, նրա ներում ակնթարթում գալիս է քո կյանքում եւ շատ հզոր բան է տեղի ունենում։ Նրա արյունը մաքրում է քեզ, դու կզգաս այդ բեռն ու ծանրությունը, որ հեռանում է քեզանից։ Մեղքի բեռը մեր հոգու վրա շատ ծանր է, մենք դա չենք զգում։ Մենք ինչ-որ բաներ ենք ուզում փոխենք մեր կյանքում, վերագրենք ինչ-որ բաների, բայց Աստվածաշունչն ասում է, որ մենք ունենք մի բեռ, եւ դա մեր կյանքում մեղքերի պատճառով կուտակված բեռն ու ծանրությունն է, մահը։ Ես Հիսուսի արյունն եմ խոսում քո կյանքիդ վրա։ Ասա Տեր, մաքրի ինձ քո արյամբ, ներիր ինձ։ Եվ ասա շնորհակալ եմ, որ լսում ես ինձ, ներում ես ինձ, բժշկում ես ինձ, ազատագրում ես ինձ։ Ասա շնորհակալ եմ, որ իմ համար խաչն ես բարձրացել եւ քո արյունն ես թափել, իմ մեղքերիս համար չարչարվել ես եւ քո վերքերը թող ինձ համար բժշկություն լինեն։ Ասա փառք ես Տեր, որ լսեցիր ինձ, շնորհակալ եմ քեզանից Հիսուս։ Ասա Հիսուս անունը արտասանիր, բարձրացրա, բարձր։ Ասա Հիսուս, Հիսուս, ողորմիր ինձ, այցելիր ինձ, փառք ես Հիսուս։ Ասա շնորհակալ եմ քեզանից, որ լսում ես ինձ, ներում ես ինձ։ Թող Տիրոջ բժշկարար զորությունը հպվի քո մարմնի բոլոր անդամներին, թող ազատագրություն կա ամեն տեսակի ցավերից, ամեն տեսակի անբուժելի հիվանդություններից, ուռուցքներից, արյան հիվանդություններից, հոգու մեջ եղած ամեն տեսակի ցավերը թող հեռանան։ Մտավոր տեղատարապ հարցակումները ես խափանեմ եւ աղոթում եմ, որ քո միտքդ Հիսուսի արյան մեջ եւ նրա հոգու մեջ խաղաղվի։ Ես Տիրոջ խաղաղություն եմ հիմա խոսում քո մեջ։ Ասա ընդունում եմ այդ խաղաղությունը Տեր։ Փառք ես Տեր։ Շնորհակալ եմ քեզանից։ Շնորհակալ եմ քո մեծ սիրո համար, Հայր Աստված, փառավոր Տեր։ Այցելիր բոլոր երեխաներին, մանուկներին, պատայներին, որ հիմա Տեր իմ Աստված աներանելի վիճակի մեջ են, ես աղոթում եմ, որ դրանց ողորմություն անես։ Եթե նույնիսկ կան երեխաներ, որ ընկել են Տեր իմ Աստված, մարդկանց ձեռքը եւ տանջվում են, ես աղոթում եմ քո սորությամբ ազատագրիր այդ երեխաներին Տեր։ Ամեն տեսակի պիղծ ոգով բռնված մարդկանցից։ Հիսուս, բերում եմ երեխաներին եւ մանուկներին քո ձեռքերիդ մեջ, նրանց անպաշտպան կյանքն եմ աղոթում, որ քո սուրբ արյամբ պահես եւ քո մեծ ողորմություն անես։ Փառք ես, փառք ես, փառք ես։ Հրաշագործ Աստված, մեծ եւ աննման Տեր, փառք ես։ Գոհություն եւ շնորհակալություն քեզ, որ լսում ես եւ ողորմում ես Հայրս Հիսուսի անունով քո բժշկություն եւ ազատագրությունը գա Տեր, ամեն կապանք քանդիր, ամեն շղթա
Հիսուս, թող բոլոր նրանք, ովքեր որ հիմա աղոթում են հիվանդանոցներում, իրենց ընտանիքներով, իրենց տանը, թող քո զորությունը թփվի Տեր։ Եվ թող քանդվեն ամեն թուղթուկները, ամեն անեծքները, ամեն սատանայի խավարի խորհուրդներն ու ծրագրերը։ Ես բերեմ քո սուրբ ձեռքերիդ մեջ մեր երկրի իշխանավորներին, Տեր, որ իմաստություն ու շնորհք տաս, Տեր, այս երկիրը կառավարելու մեջ եւ քո անունն ու փառքը բարձրացնելու մեջ։ Ձեռքերիդ մեջ են բերում մեր ավետարանչական ծառայությունները, մեր հրավերները, որ տարածել ենք։ Եվ ամսի 24-ին, 25-ին եւ 27-ին օրդիր մեր ծառայությունները Տեր այստեղ, թող հարյուրավոր ու հազարավոր մարդիկ քեզ դառնան, խոնարհվեն, ճանաչեն եւ իրանց սիրտը տան քեզ։ Փառք քեզ, երկինք երկիր արեջ Աստված։ Շնորհակալ ենք քեզանից։ Ողջ դժոխքը սարսափում է քեզանից։ Փառավոր իմ Տեր, օրհնյալ Սուրբ Հոգի, փառք քեզ, խոնարհվում եմ քո առաջ եւ մեծանում եմ քեզ։ Շնորհակալ եմ քեզանից։ Թող ազատագրություն կա բոլոր Տեր իմ Աստված այն մարդկանց կյանքում, ովքեր որ ինչ-ինչ կախվածություններ ունեն, չար սովորություններով բռնված են։ Թող քանդվեն այդ շղթաներն ու աղապանքները եւ թող քո սուրբ անունը փառայր արժանես։ Փառք, պատիվ, մեծարան, գովեստ, Հորը Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Հալելույա, ամեն։ Տիրոջ օրհնություն եմ խոսում ձեր կյանքում, եղեք բժշկված եւ թող Սուրբ Հոգու ներկայությունը միշտ ձեր կյանքում լինի։ Կարդացեք ավետարան եւ կզգաք Աստծո զորավոր հզոր ներկայությունը միշտ ձեր կյանքում։ Ամեն, փառք Տիրոջ։